Անձնագրի վավերականության ժամկետն այլևս հնարավոր չի լինի երկարացնել, այն պետք է փոխել։ Կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծը։ Բանն այն է, որ եվրոպական պետությունները եւ ԱՄՆ-ն երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք։ 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում էլ լուսանկարը կարող է հնանալ եւ կդժվարանա քաղաքացուն նույնացնելը։ Միաժամանակ 10 տարի ժամկետով տրված անձնագրերը Եվս 5 տարով երկարաձգելու դեպքում հաճախ խոչընդոտներ են առաջանում կապված անձի նույնականացման հետ։ Նախագծի ընդունմամբ քաղաքացիները զերծ կպահվեն նման խնդիրներից։ Հայաստանում միասնական երթուղային ցանց կստեղծվի։ Ոլորտի պատասխանատուն ներկայացրեց դրա ստեղծման տեխնիկական հատվածը։ Նախարար Մարտիրոսյանը հայտնեց, որ տարբեր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորած երթուղային ցանցերը չեն ապահովում փոխադրումների արդյունավետությունը։ Հնարավոր չի լինում ապահովել գյուղերից մինչև մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան կամ այլ մարզի խոշոր քաղաք ուղևորների արդյունավետ փոխադրումը։ Ըստ մարզերի կհավաքվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ։ Կարծում եք, որ պոտենցիալ ներդրողը, պոտենցիալ հետաքրքրվողը այս ցանցով իր կարծիքը արտահայտել այստեղ։ Իրենց տրանսպորտային ընկերությունների հետ խոսել եք։ Հայաստանի տրանսպորտային ընկերությունների, գործող տրանսպորտային ընկերությունների հետ խոսել եք։ Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները մեկ ամսում կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնեն լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, մեկ պատուհանի սկզբունքը ապահովելու եւ ըստ անհրաժեշտության դրանց քանակը նվազեցնելու ծրագիր։ Մանրակրկիտ պետք է ուսումնասիրեք մեկ ամիս հետո նման դեպքեր պետք է բացառվին։ Մենք հիմա չենք հայտարարում, որ գերատեսչությունները մենք յուրաքանչյուրը երևի գիտի, որտեղ որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է։ Կառավարության որոշմամբ, եթե խաղատան հիմնադիրները մի քանի ներդրողներ են, ապա լիցենզիան կտրամադրվի նրանցից մեկին, մյուսների համաձայնությամբ։ Խաղատուն կամ շահումով մեքենայացված խաղ, ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել կառավարության հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում, սահմանված վայրերում եւ չափանիշներով։ Նորմ եք սահմանում, որ եթե ներդրողները երկու եւ ավել ընկերություններ են եւ նրանք բոլոր պահանջներին համապատասխանում են, սահմանված կարգով ներկայացնում են նաեւ կառավարություն ծրագիր, որը հավանության է արժանանում, հետեւաբար նրանք ձեռք են բերում այդ իրավունքը, ընդ որում լիցենզիան տրվում է մեկի անունով, մյուս համաներդրողների համաձայնությամբ։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը ուղիղ գործողությունների շարք է պատրաստել։ Սա եւս Մաքուր Հայաստան ծրագրում է։ Կանցկացվեն շաբաթօրյակներ, գործող աղբավայրերը կցանկապատկվեն։ Մենք ունենք ֆինանսավորման որոշակի դժվարություններ, բնապահպանության նախարարության հետ պայմանավորվածությամբ փորձում ենք միջազգային կազմակերպություններով շուրջ 30-ից 35 միլիոն դրամի ուրեմն միջոց հայտարարել, որը կուղղվի քարոզչական այս նյութերի մեծածավալ ուրեմն օգտագործմանը։ Կարեն Կարապետյանը բնապահպանության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել բնական ռեսուրսներն առանց թույլտվության կամ սահմանված չափանակից ավելի օգտագործումը կանոնակարգելու առաջարկներ։ Բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության հետևանքով նման իրավախախտումները չեն կանխարգելվում եւ կրում են որոշ դեպքերում շարունակական բնույթ։ Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը լրագրողներին հայտնեց, որ ամռան այս շոգ օրերին կաթնամթերք վերամշակող, պաղպաղակ արտադրող ընկերություններում կատարվում են ուսումնասիրություններ։ Ակտիվ աշխատանքներ են տարվում պարտադիր սպանդանոցային մորթի անցման ուղղությամբ, ներդրվում են հաց եւ միս տեղափոխող տրանսպորտային միջոցների նորմեր, որոնք Երևանում պարտադիր կլինեն սեպտեմբերի 1-ից։ Այն պայմանագրերով, որոնցով որ պետական գնումներով մսի մատակարարումը ֆիքսած է սպանդանոցային, մատակարարումը կատարվում է սպանդանոցային ծագման։ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին։ Միացյալ զորախմբի կազմը սահմանելու են Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները։ Այս համաձայնագրով Կովկասյան տարածաշրջանում միացյալ զորախումբը նպատակ ունի ժամանակին հայտնաբերել ռազմական հարձակման նախապատրաստությունը, իրականացնել ընդհանուր ցամաքային սահմանի վերահսկողություն, մասնակցել հակաօդային պաշտպանությանը։ Նաիրի Մուրադյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։